Ողջույն բոլորին։ Բարձր ուժերը 2025 թվականի մայիսի առաջին շաբաթում անընդմեջ կենդանակերպի այս 3 նշանների համար բերելու են մեծ հաջողություններ։ Ձեր բախտը կբերի, ովքեր են նրանք։ Յուրաքանչյուրիս կյանքում կան դրական և բացասական պահեր, բայց այսպես թե այնպես կյանքը շատ զարմանալի է և բազմակողմանի։ Երբեմն մենք չենք կարող փոխել իրադարձությունների ընթացքը, բայց միշտ ընտրություն կատարելու հնարավորություն ունենք։ Մեր ընտրությունները երբեմն որոշում են ամեն ինչ։ Երբեմն դժվար է ասել, թե ինչպես կդասավորվեր մեր կյանքը, եթե չգնայինք այս կամ այն քայլին։ Ամեն դեպքում մենք պետք է երախտապարտ լինենք բարձր ուժերին նոր հնարավորությունների համար։ Աստղաբանությունը մեզ թույլ է տալիս հասկանալ մեր զգացմունքներն ու հույզերը։ Այս գիտությունը բացատրում է, թե ուր է գնում մեր էներգիան։ Աստղաբանությունն է, որ օգնում է մեզ հասկանալ, թե երբ արժե անել այս կամ այն բանը։ Առաջիկա շաբաթը հատկապես զարմանալի ու հետաքրքիր կլինի կենդանակերպի 3 համաստեղությունների համար։ Այս մարդիկ կարող են հույսը դնել ավելի բարձր ուժերի օգնությանը և աջակցությանը։ Նրանց կյանքն ավելի հանգիստ և կանոնավոր կդառնա։ Նրանք կկարողանան գործել հստակ և արագ։ Այս մարդիկ պետք է վստահեն ժամանակի ընթացքին և հնարավորինս բաց լինեն ամեն ինչի համար։ Իսկ ովքեր են այդ 3 մեգա հաջողակները։ Մինչ պարզաբանելը հիշեցնեմ, որ դուք կարող եք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, հետևելով և աջակցելով մեզ։ Այսպիսով, ջրհոս իսկական հաջողությունը սպասում է ձեզ։ Եզակի հնարավորություններ ու հեռանկարներ են բացվում ձեզ համար։ Կարող եք հույս դնել կարիերայի արագ աճի վրա։ Բոլոր բանակցությունները լավ են ընթանալու։ Դուք հնարավորություն կունենաք փոխել ձեր դիրքորոշումը, բայց դուք պետք է ձեր առջև բարձրագույն և ամենաերկարաժամկետ նպատակները դնեք։ Միառժամանակ դրանք պետք է շոշափելի լինեն։ Մի վստահեք ձեր ազդակներին։ Շրջապատող աշխարհն անընդհատ փոխվում է, բայց դուք պետք է հանգիստ և պատասխանատու լինեք։ Աստիճանաբար դուք կկարողանաք ձեր պլանները քայլ առ քայլ կյանքի կոչել։ Ֆինանսական վիճակը սկսում է արագորեն բարելավվել։ Այնուամենայնիվ, բյուջետավորման հարցում ձեր մոտեցումը պետք է ճիշտ լինի։ Ինքներդ ձեզ համար եկամտի նոր աղբյուրներ փնտրեք։ Ճիշտ բաշխեք ձեր էներգիան առաջադրանքների միջև։ Վերացրեք բոլոր ավելորդ ծախսերը։ Պետք է միշտ հիշել հավասարակշռության կարևորության մասին։ Փնտրեք նոր տարբերակներ վաստակելու և ներդրումներ կատարելու համար։ Դուք այժմ ամուր հիմք եք դնում ձեր ապագայի համար։ Հաջորդ շաբաթ կարող եք ակնկալել կայուն ֆինանսական աճ։ Եղեք հնարավորինս պատասխանատու։ Սառը հաշվարկը ձեզ կտանի դեպի երջանկության ճանապարհ։ Խոյ, դուք պետք է հիշեք, թե ինչն է ձեզ համար կարևոր։ Ձեր ուժը գալիս է գործողություններից, բայց նախ դուք պետք է որոշեք, թե ինչի եք գնում։ Սա այն ժամանակն է, երբ դուք պետք է ժամանակ հատկացնեք ձեր ձգտումները վերագնահատելու և ժամանակին ուղղությունը փոխելու համար։ Դուք ամուր հիմք եք դնում ապագա ձեռքբերումների համար։ Շուտով ձեզ իսկական բեկում է սպասվում ձեր բոլոր գործերում։ Դուք գիտակցում եք, թե ինչ նպատակների պետք է գնալ։ Զգացմունքները սկսում են եռալ ձեր ներսում։ Որոշեք, թե ինչն է ձեզ համար կարևոր։ Հին վախերն ու կասկածները մնում են անցյալում։ Այժմ դուք պետք է ձեր մեջ աջակցություն գտնեք։ Իրականացրեք ձեր իրական ցանկությունները։ Շատ շուտով դուք կհայտնվեք երջանկության ճանապարհին։ Եղեք որքան հնարավոր է տեղեկացված և վստահ։ Եղեք ազնիվ ձեր ընտանիքի և ընկերների հետ, ավելի հաճախ խոսեք այնպես, ինչպես ձեր սիրտն է թելադրում։ Այս ընթացքում դուք կունենաք ոգեշնչման նոր աղբյուրներ։ Պետք է զբաղվել ստեղծագործական գործունեությամբ։ Ստեղծագործությունն է, որը կօգնի ձեզ որոշել ձեր աշխատանքի ուղղությունը։ Ավելի շատ ժամանակ անցկացրեք նրանց հետ, ովքեր ձեզ ոգեշնչում են։ Ազատ ժամանակ դուք կկարողանաք լիովին հանգստանալ։ Բոլոր ճամփորդությունները հաջող կլինեն։ Դուք լցված եք ազատության և անկախության զգացումով։ Գալիս է շրջադարձային պահ, երբ դուք կարող եք ցուցաբերել քաջություն և վճռականություն։ Կարիճներ, այս շրջանը ձեզ շատ զարմանալի իրադարձություններ կբերի։ Պատրաստվեք կտրուկ շրջադարձերի։ Նրանք ձեզ կստիպեն հասկանալ, որ դուք կարիք ունեք փոփոխության։ Բարձրագույն ուժերը ձեզ իրական հնարավորություն են տալիս դուրս գալ ձեր հարմարավետության գոտուց։ Հրաժարվեք սովորականից։ Շուտով դուք հստակ կհասկանաք, թե ինչ եք ուզում։ Դուք ցանկանում եք որքան հնարավոր է շուտ հեռանալ առօրյայից։ Դուք չեք վախենում դեմ գնալ կարծրատիպերին և կանոններին։ Դուք ցանկանում եք ապացուցել ձեր տեսակետը ուրիշներին։ Մի մոռացեք նրանց մասին, ովքեր միշտ աջակցել են ձեզ ամեն ինչում։
Նրանք ձեր օգնության եւ աջակցության կարիքը կունենան։ Դե ինչ շնորհակալություն ուշադրության համար, իսկ դուք կարող եք բաժանորդագրվել ալիքին ավելի հետաքրքիր տեսանյութերը բաց չթողնելու համար։ Իսկ մենք շարժվելով առաջ, եկեք միասին բացահայտենք, թե ըստ ձեր կենդանակերպի նշանի ինչն է ձեզ ավելի խելացի դարձնում մյուսներից։ Աստղաբանները բացահայտում են, թե կախված ձեր կենդանակերպի նշանից, ինչն է ձեզ ավելի խելացի դարձնում մյուսներից։ Խոյ, վճռականություն։ Խոյերը ակնթարթորեն որոշումներ կայացնելու ունակություն ունեն, մինչդեռ մյուսները հաճախ կասկածների մեջ են ընկնում։ Նրանք հիանալի կերպով հաղթահարում են ճգնաժամային իրավիճակները և սթրեսային պահերը, շնորհիվ Մարսի վճռականության և փարասիրության մոլորակի ազդեցության։ Նրանց արագ միտքն ու ինտուիցիան թույլ են տալիս ակնթարթորեն ելք գտնել դժվար իրավիճակներից։ Ցուլ, հեռատեսություն։ Ցուլերը բնածին պրակտիկ մտածողության վարպետներ են։ Վեներայի ղեկավարությամբ, որը պատասխանատու է արժեքների և շքեղության համար, նրանք համառորեն հետապնդում են իրենց նպատակները։ Նրանք բնածին պատկերացում ունեն ֆինանսների, ռեսուրսների կառավարման և ռազմավարական պլանավորման մասին, ինչը նրանց դարձնում է յուրահատուկ հեռատես։ Երկվորյակներ, հետաքրքրասիրություն։ Որպես օդային նշան և կառավարվող Մերկուրիի կողմից, երկվորյակներն ունեն աշխույժ ինտելեկտ և հետաքրքրասիրություն, որն օգնում է նրանց տիրապետել տարբեր հմտությունների։ Նրանք միշտ փնտրում են ամենաանսպասելի հարցերի պատասխանները, ինչը նրանց դարձնում է կենդանակերպի ամենասրամիտ նշաններից մեկը։ Խեցգետին, կարեկցանք։ Խեցգետիններն օժտված են էմոցիոնալ իմաստությամբ և խորը կարեկցանքով, ինչը նրանց դարձնում է բնական բուժողներ։ Նրանք հիանալի են հասկանում մարդկանց և ինտուիտիվ կերպով հասկանում են նրանց զգացմունքները։ Ամուր կապեր ստեղծելու և մտերիմներին աջակցելու նրանց կարողությունը նրանց անփոխարինելի է դարձնում ցանկացած թիմում։ Առյուծ, խարիզմա։ Առյուծները, որոնք ղեկավարվում է արևի կողմից, ունեն պայծառ միտք և հզոր խարիզմա։ Նրանք փայլուն են լուծում ստեղծագործական խնդիրները և հեշտությամբ ստանձնում առաջնորդի դերը։ Նրանց վստահությունն ու հաջողության հասնելու ցանկությունը թույլ են տալիս հասնել անհավատալի բարձունքների գործունեության ցանկացած ոլորտում։ Կույս, կենտրոնացում։ Կույսերն առանձնանում են վերլուծական մտքով և մանրուքների նկատմամբ ուշադրությամբ։ Նրանք տեսնում են օրինաչափություններ, որոնք վրիպում են ուրիշների աչքից և կարողանում են ակնթարթորեն գնահատել իրավիճակը։ Տրամաբանական տեսանկյունից Մերկուրիի ղեկավարությամբ նրանք օժտված են բարձր ինտելեկտով և խորը կենտրոնանալու ունակությամբ։ Կշեռք, հավասարակշռություն։ Վեներայի ազդեցության տակ գտնվող կշեռքներն օժտված են միջանձնային հարաբերությունների ապշեցուցիչ ըմբռնմամբ։ Նրանք հեշտությամբ կապեր են հաստատում, գիտեն ինչպես հարթել կոնֆլիկտները և ցանկացած իրավիճակում հավասարակշռություն գտնել։ Մարդկանց հասկանալու նրանց կարողությունը և խարիզման նրանց դարձնում են հանրաճանաչ և հարգված հասարակության մեջ։ Կարիճ, խորաթափանցություն։ Կարիճներն ունեն խորաթափանցություն, որը սահմանակից է էքստրասենսորային կարողություններին։ Նրանք կարողանում են ճշգրիտ ճանաչել մարդկանց թաքնված դրդապատճառները և հասնել ցանկացած խնդրի էության։ Նրանց վերլուծական միտքը և հետազոտական մոտեցումը նրանց դարձնում են հոգեբանության և ռազմավարական մտածողության վարպետներ։ Աղեղնավոր, լայն աշխարհայացք։ Աղեղնավորներն ունեն լայն աշխարհայացք և փիլիսոփայական մտածողություն։ Նրանք կարողանում են գտնել ճշմարտությունը բարդ էթիկական հարցերում և հեշտությամբ ընդունել տարբեր տեսակետներ։ Ճամփորդության, սովորելու և գիտելիքների փոխանակման հանդեպ սերը նրանց դարձնում է իմաստուն դաստիարակներ իրենց շրջապատի համար։ Այծեղջյուր, նպատակասլացություն։ Այծեղջյուրները հաջող համակարգեր և կառույցներ կառուցելու վարպետ են։ Նրանք բնածին առաջնորդներ են, ովքեր կարողանում են հասնել իրենց նպատակներին կարգապահության և ռազմավարական մտածողության միջոցով։ Նրանց հասունությունն ու հեռատեսությունը թույլ են տալիս հավատարիմ մնալ իրենց սկզբունքներին և հասնել զգալի բարձունքների։ Ջրհոս, նորարարություն։ Ջրհոսները միշտ մեկ քայլ առաջ են։ Նրանք նորարարներ են գիտության, տեխնոլոգիաների և ոչ ստանդարտ լուծումների առաջնագծում։ Նրանց ոչ ստանդարտ մտածողությունը թույլ է տալիս տեսնել հնարավորություններ, որտեղ ուրիշները դեռ չեն նկատել թրենդը։ Որպես հումանիստներ, նրանք ձգտում են բարելավել աշխարհը։ Ձկներ, էմոցիոնալ զգայունություն։ Ձկներն ունեն խորը ինտուիտիվ և ստեղծագործ միտք։ Նրանք կարողանում են աբստրակտ մտածել և երազանքներն իրականություն դարձնել։ Նրանց հուզական զգայունությունը թույլ է տալիս զգալ շրջապատող աշխարհի անտեսանելի նրբությունները և դրանք արտահայտել արվեստի, բառերի և խորը մտքի միջոցով։ Դե ինչ սիրելիներ, այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, չենք մոռանում բաժանորդագրվել ալիքին ավելի հետաքրքիր տեսանյութերը բաց չթողնելու համար։